Հրապարակ թերթը գրում է իշխող թիմում նախընտրական ցուցակի ձևավորման գործընթացին զուգահեռ ակտիվ աշխատանքներ են տանում նաև նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղությամբ։ Այս հարցերով խումբ է աշխատում Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը վարչաբենդի հիմն է նաև դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան լինելու է Փաշինյանի մատներով սրտիկը։ Փոխարենը կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել, բայց այն լինելու է խաղաղության վերաբերյալ, խաղաղություն բառի կիրառմամբ, գրում է թերթը։ Փաստ թերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրում դժգոհության նոր ալիք է բարձրանում։ Այս դեպքում դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը արվեստի եւ մշակույթի մի շարք գործիչների համոզել է առաջադրվել քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակով, վերջիններիս բավական բարձր դիրքեր խոստանալով ընտրական ցուցակում, ինչն էլ հարուցել է քաղաքացիական պայմանագրի հնաբնակների եւ խորհրդարանական խմբակցության падգամավորների դժգոհությունը։ Թերթի տեղեկություններով օրերս քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում բավականին լուրջ քննարկում է եղել։ Դիմել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս նշված սերիալային դերասաններին հիմնական թիմակիցներից ավելի բարձր հորիզոնականներում չդնի։ Հարցը հասել է մինչև վարչության նիստ, որտեղ այն բարձրաձայնվել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Սակայն Փաշինյանը թերթի տեղեկություններով սարսափելի զայրացել է, հորդորել չմոռանալ, որ ինքն է որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Իդեպ այս պահին հայտնի է միայն մեկ դերասանի անուն, սակայն թերթի տեղեկություններով ԿՊԱ-ականացվող ու ԿՊ-ի ցուցակում տեղ ունենալու թեկնածու դերասանների եւ երգիչների թիվը մոտ 2 տասնյակի է հասնում, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. կկայանա արդյոք Ավստրիայում փետրվարի 16-ից 19 նախատեսված եպիսկոպոսատ ժողովը։ Մայրաթորես չնայած չեն շտապում հստակ պատասխանել հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն որոշ տեղեկություններով եպիսկոպոսների արմատական թևը պնդում է, որ այն ամեն գնով կկայանա, թեկուզ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգևորականները մեկնեն Ավստրիա։ Նրանք կարծում են, որ վեհապարի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը ի վնաս եկեղեցու։ Դեռ անցած տարեվերջին էին եպիսկոպոսատ ժողովը պատրաստվում հրավիրել, որը չեղարկվեց իշխանական ճնշումների ներքո։ Գուցե վեհապարը հույս ունի իրավիճակը չսրելով Փաշինյանին բերել կառուցողական դաշտ, սակայն նա քանիցս կրկնել է, որ միայն կաթողիկոսի հեռանալու հարցի շուրջ կարող է բանակցել եկեղեցու սպասավորների հետ։ Մյուս կողմից նախանձելի վիճակում չէ նաև Փաշինյանը, իր սկսած արշավը դոփում է տեղում։ Թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են կաթողիկոսի դեմ հայտարարված պատերազմում, սակայն դեռ հույս ունեն, որ կհաղթեն, եթե հաղթեն հունիսի ընտրություններում եւ իշխանությունը պահեն։ Այդ ժամանակ արդեն վեհապարի գնալը կդառնա օրերի, անգամ ժամերի հարց, գրում է թերթը։